Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում շաբաթվա սպորտն է, հյուրս սպորտային ակտիվիստ Դավիթ Մանոյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք այսօր խոսելու ենք կրկին, խոսելու ենք սթրիթբոլի ու զանազան մասսայական միջոցառումների մասին։ Գործընկերներս տեսանյութ են պատրաստել ձեր կազմակերպած այդ միջոցառումներից, ներկայացնենք, հասկանանք ինչի մասին ենք խոսելու, հետո վերադառնանք քննարկենք։ Բարի, խնդրեմ։ Սպորտը, երաժշտությունն ու փողոցային մշակույթը մեկ հարթակում։ Հենց այս գաղափարն է միավորում սթրիթբոլ Արմենիայի շուրջ հավաքված հարյուրավոր երիտասարդների։ 2023 թվականին Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Մանոյանի եւ ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյանի կողմից ստեղծված նախաձեռնությունը կարճ ժամանակում վերածվել է երիտասարդական ակտիվ համայնքի, միավորելով տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների եւ առողջ ապրելակերպի սիրահարներին։ Նախորդ տարին հագեցած էր բազմազան հետաքրքիր նախաձեռնություններով, որոնց մեջ իր առանձնահատուկ տեղն ունի Հայաստանի փողոցային ֆուտբոլի գավաթը։ Այն դարձել է ամենասպասված սպորտային իրադարձություններից մեկը եւ դրա համար 2025 թվականին անցկացվեց նաեւ She Plays աղջիկների ֆուտբոլային փառատոնը։ Այս տարի եւս Սթրիթբոլ Արմենիան ընդլայնեց իր շրջանակը, ավելացնելով շախմատի մրցաշարը եւ նորարար խաղային ֆորմատներ, փողոցային սպորտը հասցնելով նոր մակարդակի։ Սպորտը որպես մշակույթ, մրցակցությունը որպես զարգացում եւ համայնքը որպես ուժ։ Հենց այս ուղերձով Սթրիթբոլ Արմենիան շարունակում է իր գործունեությունը, փողոցային սպորտը դարձնելով ավելի հասանելի եւ ավելի ճանաչելի Հայաստանում։ Հունիսի 21-ին կկայանա Սթրիթբոլ Արմենիայի Հայաստանի գավաթը, որը ներառելու է մեքենաների ցուցահանդես, լայվ գրաֆիտի, փողոցային արվեստի շուկա, փողոցային ֆուտբոլ, 3x3-ի բասկետբոլ, բրեյք դանսի եւ հիփ-հոփի մարտեր, սքեյթբորդի մրցույթ եւ ցուցահանդես եւ ֆուտբոլ ֆրիստայլ։ Այս համայնքը տարեցտարի ընդլայնվում է, ավելանում են մարզաձևերն ու մասնակիցների թիվը եւ փողոցները վերածվում են իրական սպորտային կենտրոնների, համախմբելով հարյուրավոր երեխաների։ Վերադառնում ենք տաղավար եւ հիմա հասկանանք, թե այսքան տարիների ձեր աշխատանքը ինչ արդյունք է տվել։ Ուրեմն նախ հեռուստադիտողի համար պարզաբանենք, սթրիթբոլում ընդգրկված են 3x3 բասկետբոլը, սկեյթբորդը, բրեյք դանսը, շախմատը, ֆուտբոլը։ Եվ ֆուտբոլ ֆրիստայլը։ Եվ ֆուտբոլ ֆրիստայլը։ Շատ վայրերում Հայաստանի ունեցել ենք միջոցառումներ, կազմակերպել եք եւ նպատակը եղել է սպորտի մասսայականությունը, բնականաբար, չէ՞։ Հիմա կարող եք ամփոփել, կարող եք այսպես մեզ ներկայացնել թվերով, թե ինչ է տվել դա մեզ ու մեր պատանիներին, մեր սպորտին։ Մենք հիմնադրեցինք ես ու Հայկ Աղաքարյանը Սթրիթբոլ Արմենիա կազմակերպությունը եւ սկզբում ֆուտբոլ եւ բասկետբոլ սպորտաձևերն էին ներգրաված մեր միջոցառումների մեջ։ Հաջորդ տարի արդեն բրեյք դանսը, սկեյթբորդը եւ մնացած բաները եւ 2025-ին առաջին անգամ սկսեցինք Հայաստանի գավաթը, որը ներառում էր Երևան եւ 10 մարզեր։ Այս տարի երրորդ մրցաշրջանն է այդ ֆորմատով, որ Հայաստանի բոլոր մարզերով մենք կազմակերպում ենք մրցաշարեր եւ վերջում հոկտեմբերին ամփոփում ենք մեծ եզրափակչով, որտեղ բոլոր մարզային չեմպիոնների թիմերը ֆուտբոլի գալիս են, որոշում են Հայաստանի չեմպիոնին եւ նաեւ այդ բոլոր մյուս սպորտաձևերը նաեւ ընդգրկված են այդ եզրափակչի մեջ։ Մենք այս տարիների ընթացքում ամեն տարի մոտ ունենք 20-25% մասնակիցների աճ եւ այս ընթացքում մոտ 200,000 հանդիսական եւ մոտ 50,000 մասնակից ենք ունեցել եւ այդ թվերը գնալով աճում են, քանի որ հետաքրքրությունն է ավելանում, մեր մասին են ավելի շատ տեղեկացված լինում, բայց միակ բանը, որ փորձում եմ այնպես անել, որ կարողանանք շատացնել, որ տարվա մեջ ընդամենը մեկ անգամ են կարողանում այդ մարզ այցելել, էլի ինքը իր պտուղները տալու է ժամանակի ընթացքում, բայց կցանկանայի, որ մեր կազմակերպությունը այնպես մեծանար, որ կարողանանք Երևանի նման տարվա մեջ 20-25 միջոցառում կազմակերպենք։ Հիմա մենք խոսում ենք մասսայականության մասին, բայց ուզում եմ հասկանալ, թե պրոֆեսիոնալ սպորտին դա ինչ է տալիս։ Երբ ժամանակին բրեյք դանսը դեռ օլիմպիական մարզաձև էր, մենք փորձեցինք Հայաստանում մարզիկներ պրպտել, որոնք կմասնակցեն օլիմպիական ծրագրով մրցումների ու կփորձեն վարկանիշ ձեռք բերել, այդպես էլ չկարողացանք։ Ոչ մի կերպ չէր ստացվում, կամ դրսից նույնիսկ չէին կարողանում, ասում էին դրսում շատ ուժեղ մարզիկներ կա, հիմա հրավիրենք, չէին կարողանում այդ մարզիկներին հրավիրել, այստեղ չկար այն մակարդակի բրեյք դանսերներ, ովքեր կարողանային այդ մրցումների մասնակցել։ Գրեթե նույնը կարող եմ ասել սկեյթբորդի մասին։
Երեք բասկետբոլը ինչքան էլ ֆեդերացիան է փորձում զարգացնել, ֆեդերացիան է շատ միջոցառումներ կազմակերպում, բայց մենք որպես այդպիսին, որպես երևույթ 3 բասկետբոլ էլ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի չունենք, որովհետև վերջերս Չելյաբինսկում էր մի մրցաշար միջազգային, մենք փորձեցինք մեր ուժեղ երիտասարդներին ուղարկել տեսնել ինչի մասին է խոսքը, հասկացանք, որ մենք այդ մարզաձևից դեռ շատ թույլ ենք։ Այսինքն գուցե massայականություն կարողանում ենք ապահովել, բայց չենք կարողանում այդ massայականությունը հետո պրոֆեսիոնալիզմի վերածել։ Այս առումով ինչ-որ գործընթաց ունեք։ Մեր ոնց որ նախագիծը ավելի շատ սոցիալական է, քան թե սպորտի հետ առնչվող, այսինքն մենք չենք փորձում ունենալ մեր հավաքականում շատ ուժեղ բասկետբոլիստներ, որոնց մենք ենք, հա, մեր ձեռի տակով ենք կոպիտաստ անցել, ոչ ֆուտբոլի հավաքականին ենք փորձում շատ ուժեղ ֆուտբոլիստներ տանք, ինքը սոցիալական մեծ ծրագիր է, որի նպատակն է կրթել, դաստիարակել, ընկերասիրություն, առողջ ապրելակերպի հետ ոնց որ սերտարժություն, մակրասիրություն, հարգանք եւ այլն, այսինքն ինքը շատ մեծ սոցիալական ծրագիր է, շատ գերազանց սիրուն պատմություն կլինի, եթե մեր սերբոլի մրցաշարից ինչ որ մի երեխա մի օր խաղա Հայաստանի հավաքականում եւ մենք ցուցադրենք, որ ինքը մասնակցել է մեր մրցաշարին եւ հիմա ստեղ է խաղում։ Դավիթ, գիտես, ես կարող եմ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի չեմպիոնների անուն տալ, հայ։ Նրանք մնացական Իսկանդարյան օլիմպիական չեմպիոն, աշխարհի երակի չեմպիոն Արայիկ Գևորգյան, ու էլի մարզիկների անուն տալ, որոնց մարզիչները միանգամայն ասենք ըմբշամարտի գալոց չեն բացահայտել, որ իրենք լավ ըմբիշ են լինելու։ Ուրիշտեղ տեսել են, ասել են արի։ Տիգրան Մարտիրոսյան, ասենք մեր ծանրորդը աշխարհի չեմպիոնը, իրեն այլ մարզաձև են տվել, ինքը փախել գնացել է ծանրամարտի։ Այսինքն բացահայտումն էլ է շատ կարևոր։ Դուք անում եք դա, բացահայտում եք, բայց այստեղ գուցե անհրաժեշտություն կա պրոֆեսիոնալ մարզիչների հետ, օրինակ ֆեդերացիաների հետ համագործակցություն, ասել, որ մենք այսպիսի մեծ massայական միջոցառում ունենք։ Չեք ուզում արդյոք տեսնել շարժուն, ճկուն, ճարպիկ երեխաների, եկեք նայեք, իսկ պրոֆեսիոնալ մարզչի աչքը սուր է։ Իրենք կտեսնեն ու այնպիսի մարզաձև կտանեն, որ դուք չեք էլ մտածի, որ այս երեխան, որ հիմա շատ լավ 3 բասկետբոլ է փորձում խաղալ կամ ֆուտբոլ, ինքը կարող է ծանրորդ դառնալ կամ չգիտեմ, ձյուդոիստ կամ էլ մարմնամարզիկ։ Այսինքն համագործակցություն փորձում եք անել ֆեդերացիաների։ Այո, ես ֆեդերացիաների ակումբներին այս տարի դիմել էի, որ ոնց որ մեր հովանավորներից մեկը իրենք դառնան եւ իմ միտքն էր, որ եկեք մեր ֆուտբոլի այդ մրցաշարերին ոնց որ սկաուտներ ուղարկեք, որոնք կտեսնեն, կընդգրկեն, ասենք, չգիտեմ, 10 լավագույն մարզերի երեխաներին, վերջում իրանք կգան ակադեմիայում իրանք կանցնեն ինչ որ փորձաշրջան, տենց նպատակներ կար, բայց դեռ չենք համաձայնության եկել եւ արդեն այս տարի Հայաստանի գավաթը մեկնարկել է, կփորձենք եւս նույն տարի մյուս տարի դրան անդրադառնալ եւ ես դրա մասին մտածել եմ շատ, որովհետեւ շատ տաղանդավոր, շատ այդ ճկուն ձեր ասած երեխաները կան մարզերում, իսկ վերադառնալով այն մյուս սպորտաձևերին, ասեմ, որ break dance-ի հետ կապված մենք դե ունենք համ break dance, համ hip hop, այդ տարբեր ճյուղեր են եւ իրանք անցած տարի այն երեխեքով, ովքեր ամբողջ տարվա ընթացքում մեր մարզերի մրցաշարին եղել են, մասնակցել են մոտավորապես 10-15 բաթլների, իրանց մոտ այդ մեկ տարվա մեջ այնպիսի աճ է գրանցվել, որ հիմա իրանք ոտք են մեկնում իրանցից մեծ շատ փորձառու պարողների հետ, ու մենք այդ պրոգրեսը շատ լավ տեսնում ենք։ Եվ իդեպ հիմա, որ Հայաստանի գավաթի Երևանի մրցաշարը տեղի ունենալու ամսի 21-ին բոլորին հրավիրում եմ, եկեք դիտեք, թե այդ երեխեքը ինչ ձև են ապրում, ինչքան են աճել, շատ մեծ միջոցառում է լինելու։ Այս տարի որոշել ենք, որ 2021-ին լինի ինքը մեծ փողոցային փառատոն, Street Guns Fest անվանմամբ, որտեղ բացի մեր 6 սպորտաձևերը ներառված է լինելու նաև live graffiti, այսինքն տեղում գրաֆիտի արվելու, մեքենաների ցուցադրություն է լինելու եւ նաև street art market, որտեղ ձեռագործ իրերի վաճառք է լինելու։ Ինքը շատ մեծ բան է, բոլորին հրավիրում ենք, իսկ մասնակցելու համար կարող են մեր էջում տեսնել, թե որ սպորտաձևերը ինչ ժամերի եւ ինչ տարիքային խմբերում կան։ Շատ հետաքրքիր մարզաձևերից, ընդհանրապես ձևերից խոսեցիր, Դավիթ, բայց ինձ մի այլ մարզաձև է հիմա շատ հետաքրքիր, պարկուրը մասնավորապես, որը նույնպես սթրիթ մարզաձևերի շարքում է, ու ես քաջատեղյակ եմ, հավաստի աղբյուրներից գիտեմ, որ միջազգային օլիմպիական կոմիտեն մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հետ միասին փորձում է
պարկուրը շատ ավելի massայական դարձնել ու հետագայում փառատոներ անցկացնելու միջոցով մտցնել օլիմպիական խաղերի ծրագիր։ Նույնիսկ ես գիտեմ, որ 26 թվականին երկու խոշոր միջոցառում էր մտադրված, չգիտեմ, ժամկետները չեմ կարող ասել, Ստամբուլում եւ Բուենոս Այրեսում էր լինելու եւ հետագայում նույնիսկ առաջարկ կար հայտ ներկայացնել գուցե Երևանում նույնպես անցկացնել պարկուրի մրցաշար։ Պարկուրը ինքն իրենով շատ դիտարժան է, ինքը շատ այսպես ժամանակակից է, շատ հետաքրքիր է ու ելի կարող է massայական լինել։ Այս առումով փորձում եք ընդգրկել, ի վերջո նաև եթե սպորտի տարրը կա, պիտի մտածել այն ուղղությունների մասին, որոնք կամ օլիմպիական են, կամ մոտ են օլիմպիականին, որովհետև ուզենք թե չուզենք այդպես է։ Եթե օլիմպիական է, միանգամայն այլ հարգի է ու այլ մարզաձև է։ Եթե օլիմպիական չէ, վերաբերմունքը ուրիշ է։ Դրա համար պարկուրը, որովհետև մոկն է հետաքրքրված, գուցե շուտով մտնի օլիմպիական խաղերի ծրագիր։ Այս առումով կա քայլեր, մտածում եք ինչ-որ բան անել։ Իրականում մենք ամեն անգամ փորձում ենք ամեն տարի մեր ոնց որ մասշտաբները մեծացնել եւ դրա հետ մեկտեղ ծախսերն են մեծանում։ Այս տարի որ շախմատը ներգրավեց մեր սպորտաձևերի մեջ, այնտեղ ավելացան սեղանների վարձակալություն եւ այլն աթոռներ, բաներ, այսինքն գնալով ինքը մեծանում է եւ ֆինանսների հետ է կապված։ Եթե մենք ունենանք այնպիսի ֆինանսավորում, որ կարողանանք այդ մնացած այդ պարկուրնել ու մնացած բաներ, օրինակ բասկամարտը, մենք տարվա մեջ գոնե մեկ անգամ մրցաշար անում ենք եւ մեզ անդադ գրում են երբ հաջորդը լինելու, բայց մենք չենք կարողանում ամեն անգամ ներգրավել, որտեղ դա լրացուցիչ ռեսուրս է։ Նույն օլիմպիական մարզաձևի մասով, եթե չեմ սխալվում, Լոս Անջելեսում բրեյքդանսը չի լինելու, բայց հաջորդին նորից լինելու է։ Այսինքն այստեղ անընդհատ ինչ որ տենց տեղափոխություններ ա լինում, մի սպորտաձև դուրս է գալիս, մյուսը գալիս է։ Որտեվ կարատեն էլ երբ որ Տոկիոից հանեցին, ասին Փարիզում չի լինի, Լոս Անջելեսում լինելու է, բայց Լոս Անջելեսում չկա։ Այն որ հանել են փաստ է։ Դնելու են թե չէ չգիտենք։ Լոս Անջելեսում չի լինելու հաստատ։ Բայց պարկուրը ես ես վերջերս խոսում էի իրենց ներկայացուցիչներից մեկի հետ, իրանք ոնց որ սիրում են լինեն ետնաբեմում։ Բայց դա ոչ մի կոմերցիոն, ասենք, հովանավորին ձեռք չի տալիս, դրա համար ինքը մասսայականացման համար շատ կարևոր բան է եւ միգուցե կարող իրանք համոզվեն, որ ինչքան էլ որ ետնաբեմում եք, բայց սա զարգացնելու համար պետքա լինեն բաց, որ տեսնեն, երեխաները տեսնեն, սովորեն։ Ինքը իրականում ես էլ դուք էլ բոլորս էլ պարկուրով փոքր ժամանակ զբաղվել ենք չհասկանալով թե որ դա պարկուր ենք ան։ Այո, կարծում եմ մի օր հաստատ մենք ներգրավենք այդ ուղղությամբ, ոնց որ տենց ասեմ, աշխատանքներ տարել են ցույց կլինի, բայց շփվում եմ այդ ներկայացուցիչների հետ, կարծում եմ մի օր ինչ որ մի բան կլինի հաստատ։ Բրեյք դանսին նորից վերադառնալով ասեմ, որ մյուս տարի 27 թվականին Երևանում կայանալու են ֆրանկոֆոն խաղերը եւ այդ ծրագրում, թե չեմ սխալվում, կա բրեյք դանս։ Նաև բասկետբոլը 3-3-ի դեմ։ Այո, իհարկե։ Բրեյք դանսի առումով հիմա փորձում եք օգնել, որ ձևավորվի այդ հավաքականը, որը կմասնակցի։ Ի վերջո մենք բոլոր մարզաձևերում ներկայացված ենք լինելու։ Պետք է որ մի քիչ էլ մրցունակ լինենք։ Տանտիրոջը վայել չէ։ Պարզապես մասնակցությունը, մի փոքր մրցունակություն այնուամենայնիվ պետք է։ Ինչ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Դե բրեյքդանսի ֆեդերացիայի ես շատ ծանոթ եմ, միասին փորձեցինք համատեղ ոնց որ ես օգնում էի կազմակերպչական հարցերով, ինձ թվում է ֆրանկոֆոնիայի ժամանակ արդեն ոնց որ դեռ 1 տարի կա, բայց կարծում եմ այդ ժամանակը բավարար է, որ շատ ավելի ուժեղանան այն մասնակիցները, ովքեր ներկայացնելու են Հայաստանի հավաքականը։ Այս տարի բրեյքդանսի Հայաստանի չեմպիոն դարձավ Արմանը Քարամյան, որը պարզապես շատ ուժեղ պարող է, իդեպ նա օպերայում լինելու ամսի 21-ին։ Կարծում եմ լավ ներկայացություն ունենալու ենք, բայց պետք է հասկանալ, որ մենք դեռ այն մակարդակի չենք, ոնց որ Ֆրանսիան, ոնց որ Գերմանիան, Լեհաստանը, Կորեան, այո, ու Չինաստանը, բայց Չինաստանում ես շատ եմ խոսել լավ տես կարկառուն ներկայացուցիչների հետ, ովքեր Երևանում լինում են մեր մրցաշարի ժամանակ, միջոցառումների ժամանակ, իրենք ասում են, որ ակրոբատներ են ֆանտաստիկ, բայց իրանք այդ ոնց որ կրեատիվ բանը չունեն իրանց մեջ, այսինքն ինչ որ երաժշտությունը լսելով իրանք կողմից իմպրովիզ չկա, ամեն ինչը իրանց դրված հստականում են առանց ինչ որ մի սանտիմետր էս կողմ գնալու, բայց Չինաստանը ոնց է, օլիմպիական մարզաձև կա, իրանք ամեն ինչ կանեն, որ այդտեղ հաջողության հասնեն, ու դրա համար բրեյքդանսի հատվածը տենց այնտեղ շատ ուժեղ զարգացավ։
բայց տենց լավ քայլերով շարժվում ենք առաջ, դպրոցներում ընդունելություններ կան ու մենք էլ ենք փորձում ոնց որ մեր ստուդիան ունենանք, մի օր ինձ թվում է կունենանք, բայց շատ տաղանդավոր երեխաներ կան, որ եկեք օպերան ամսի 21-ին եւ կհամոզվեք։ Ժամը 5-ից բարերը սկսում են։ Չեմ կարող չանդրադառնալ քո պրոֆեսիոնալ դերասանական գործունեությանը։ Արարատ 73 ֆիլմում Ալեքսանդր Կովալենկոյի դերն էի տանում, բավական հաջողված։ Ընդհանրապես այսպիսի ֆիլմերը շատ կարևոր են ազգային սպորտը զարգացնելու համար։ Տեսեք, թե ինչ է կատարվում խոշոր երկրներում, հարյուրավոր սպորտային դրամաներ ունեն, նկարահանած, որոնք գալիս են մատաղսերնդին դեպի սպորտ տանելու։ Բարձրացնում են ազգային արժանապատվության զգացողությունը, հաղթանակի ընկալումն են բարձրացնում ու բավական լուրջ նաև բյուջե են հավաքում։ Այդ ֆիլմը շատ կարևոր էր։ Վերջին տարիներին մենք ունեցանք մեդալի հակառակ կողմը Նազիկ Ավդալյանի մասին, շատ լավ ֆիլմ ու ունեցանք Արարատ 73-ը։ Նախ ինչ էր քեզ համար սա, ըստ քեզ ինչպես ընկալվեց եւ ինչ ես այդ տենդենսը պետք է շարունակել ու դու ինչ ես պատրաստ անել դրա համար, որ այդպիսի ֆիլմեր էլի լինեն։ Շատ կարևոր ֆիլմ էր, հենց այդ մեդալի հակառակ կողմն էլ ես ինքս երբ որ դիտեցի պրեմիերայից մոտ 2-3 ամիս էր անցել ու ես Լեպլեցուն դալիճ տեսա, որը սովորաբար լինում է հայկական կոմեդիաների ժամանակ, երբ որ 3 ամիս հետո Լեպլեցունը եւ շատ ուրախացել էի, նույնիսկ Աննային Մաքսիմին գրեցի, որ շատ ապրեք, շատ հաջողված ֆիլմ է, նկարեցի, որ տես դալիճը դեռ լիքն է, հետո դե ամբողջ աշխարհում ցուցադրվեց, նորից շատ մեծ հայ լսարան այդ ֆիլմը դիտեց եւ դրանից հետո Արարատ 73-ը, որը շատ ուշացված ֆիլմ էր, որովհետեւ պետք էր շատ վաղուց նկարել այս ֆիլմը, բայց լավ է ուշ, քան երբեք։ Նոր սերնդի համար սա ոնց որ պատմություն էր, որոնք իրանք առաջի անգամ տեսան, միգուցե լսել էին Իշտոյան, Անդրեսյան, հա, բայց իրանք տեսան, թե այդ հաղթանակը, այդ մարդկանց ապրումները հայերի, Երևանի բնակիչների եւ մարզերում ապրող մեր հայրենակիցների, թե ոնց են իրանք ֆուտբոլով ապրել, ոնց են այդ հաղթանակով ուրախացել, հուզվել, լացել ու նաև մեր ավակ սերնդի համար sense որ մի հատ վերադարձեր դեպի իրենց երիտասարդություն։ Ես եղել եմ մոտ 10-15 ցուցադրության, որտեղ տարբեր մարզերում հրավիրում էին, նաև գնում էի երեխաների հետ ծանոթանում էի, խոսում էինք, տարիքով մարդիկ միշտ հուզված լացելով դուրս էին գալիս, որտեղ իրանց համար այդ ոնց որ իրանց երիտասարդության ամենավառ հուշերից էր։ Պետք է լինեն նման ֆիլմեր, մենք ունենք շատ հաղթանակներ, կարծում եմ ապագայում, ինձ թվում է կոմերցիոն տեսանկյունից էլ արդեն ֆիլմ արտադրողները հասկանում են, որ սա աշխատում է, դրա համար արդեն կփորձեն ինձ թվում է, մինչև այդ աշխատում էր կոմեդիան եւ նմանատիպ ֆիլմեր։ Հիմա որ տեսնում են սա աշխատում է, կարծում եմ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տարվում են եւ մեր մյուս հաղթանակների մասին էլ պետք է որ ֆիլմեր լինեն։ Շնորհակալություն Դավիթ, շարունակիր նույն խանդավառությամբ, Շնորհակալ եմ։ նույն նպատակամղվածությամբ ու տա Աստված, որ մի օր զրուցելուց ասես, որ այն ինչի ձգտում էինք, այդ ճանապարհին ենք ու գնում ենք առաջ։ Բայց դու դեռ ունես հարցերի պատասխանելու հատված, դրա համար Մարիամին պիտի հրավիրեմ, որ քեզ հեռուստադիտողների հարցերը տա։ Շատ լավ։ Խնդրեմ Մարիամ։ Մարիամ թեման ընդգրկուն է ու ենթադրում եմ, որ հարցերն էլ բազմապիսի պիտի լինեն։ Այո, մարդիկ դեռ չեն մոռացել Դավիթ Մանոյանին որպես ֆուտբոլիստ եւ ֆուտբոլային հարցեր եւս ունենք։ Խնդրեմ։ Դավիթ, ինչ հիշողություններ ունեք Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած տարիներից։ Շատ վառ, կարոտով եմ հիշում այդ օրերը, ամեն խաղ, յուրաքանչյուր խաղից առաջ Հայաստանի հիմնը լսելը, դա մի հատ ուրիշ զգացողություն էր եւ բացի դա ամենաշատը կարոտում եմ խաղակերներից հետ այդ ժամանակ անցկացնելը, սպորտային հավաքները, խաղից առաջ հանդերձարանում ժամանակ անցկացնելը, խաղը տոնելը, միասին դրվարժությունների մեջ ու անցնելը։ Կուզեիք հիմա կրկին հայտնել հավաքականում։ Ամեն օր։ Ինչպես է գնահատում Հայաստանի առաջնության ներկայիս մակարդակը։ Կարծում ներկայիս մակարդակը բարձր է, բայց բարձր է հիմնականում շատ որակյալ լեգիոներների հաշվին, 2-3 թիմում իրոք շատ որակյալ լեգիոներներ կան, բայց վերջին աղյուսակի թիմերի խաղը շատ ինձ ոնց որ տրամադրություն է փչացնում, որովհետև իմ նախկին թիմերը Շիրակը եւ Արարատը հայտնվել էին վերջին հորիզոնականներում,
եւ հուսամ այդ ակումբներում այլևս այսպիսի անհաջող մրցաշրջաններ չի լինի։ Հիմա անցնենք սթրիթբոլի։ Ինչ պատմություններ եք լսել մասնակիցներից, որոնք հատկապես տպավորել են ձեզ։ Տպավորել դժվար է ասել, բայց օրինակ եղել է, որ մեզ նամակ են գրել, շնորհակալություն այս ամառվա անմոռանալի հիշողությունների համար, որ ամբողջ կյանքում կհիշեմ, չգիտեմ, ինչ որ պատմություններ, որ եկել են, հաղթել են, գնացել են իրենց քաղաքում, գյուղում շատ լավ դիմավորել են, նաև մեկ-մեկ ես մոռանում, թե ինչ քանակի մենք օրինակ այդ գլխարկներ, շապիկներ ենք բաժանել այս տարիների ընթացքում, ու ինչ որ օրինակ Արարատի գյուղում անցնելուց երբ որ տեսնում եմ Streetball Armenia-ի գլխարկը, արդեն ոնց որ զարմանում եմ, ոնց է այստեղ հայտնվել, բայց իրական շատ մեծ քանակի ոնց որ տես նվերներ եւ բաներ ենք բաժանել, որը տենց արդեն ամբողջ Հայաստանում կարելի ասել սեփռված է։ Հպարտություն եք ապրում այդ պահերին, երբ տեսնում եք այդ գլխարկներում ոնց արդեն։ որ այդ օրը որ սկսվում է, նախապատրաստականից հետո այդ օրը որ սկսում է այդ հոսքը երեխաների որ տեսնում եմ, սենց մի ստրես է մոտս, որովհետև շատ մեծ պատասխանատվություն է, բայց հետո երբ որ այդ հաղթանակի բերկրանքը, երբ որ բարդվել է վերջի գոլը բացեն թողել, լացում է, ընկերները գալիս են իրան ոգեշնչում են, միշտ հաղթող թիմում ասում առաջինը ով հաղթեց, մոտենում է բարդվող թիմին ու արդեն տեսնում առանց իմ ասելու արդեն դա անում են երեխեքը ու այդ ժամանակ հասկանում որ ամեն ինչ ապարդյուն չէր ու այդ տանջանք այդ անկուն գիշերները արժեին։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ բան փոխել հայկական սպորտային միջավայրում, ինչ կլիներ դա։ Մեկ բան, շատ բան։ Բանկավոր մեկը։ Մեկ բան։ Դե որ կարծում եք շատ կարևոր է եւ կարծում եմ կուզեի որ առաջնային խնդիրներից լիներ պետության, որտեվ սպորտը ոչ միայն պրոֆեսիոնալ մարզի կրթելն է, մեծացնելն է, այլ նաև առողջ եւ լավ հասարակություն ունենալու սկիզբն է։ Եվ վերջին հարցը. ինչ նորություններ եք ցանկանում ներդնել առաջիկա տարիներին։ Նորությունները պարկուրը ուսամ կլինի եւ մեր ամենամեծ նպատակներից մեկն է ունենալ մեր այգին, որտեղ կլինեն այդ մեր դաշտերը եւ դա կդառնա մի հատ վայր, որը լինելու է միշտ այնտեղ, այսինքն գալու են այնտեղ, իմանալու են, որ այնտեղ խաղալու են, այնտեղ իրար հետ կռվելու են, բարիշելու են ու ոնց որ չի լինելու ամեն անգամ ինչ որ քաղաքում մի տեղեկանք հավաքեցինք ու գնացինք, այլ լինելու է մեր հենց տեղը, որտեղ մենք շատ ավելի լուրջ գործ կարանք անենք, քան թե ոնց որ ամեն անգամ փողոցներ փակելով եւ այդ մեր մրցաշարը անելով, դա մեր գերնպատակներից է։ Թող իրականանան ձեր բոլոր նվիրական երազանքները, ու նաև ձեր սիրելի հեռուստադիտողներ։ Դավիթ Մանորյանն էր մեր հյուրը, ցտեսություն եւ եղեք երջանիկ։